Քանի տարեկան եք, տարիքի մասին հարցը չշրջանցենք։ 85 տարեկան եմ։ Դժվար ասեցիք, մի բան թաքցրիք, թե ավելացրիք։ Չէ, ուզում եմ ասեմ, մի քիչ տարիքը իբր թե մի քիչ շատ է, բայց ինձ համար դա հələ քիչ է։ Ես չեմ զգում ինձ վրա ես տարիքը չեմ ուզում ընդունել։ Այսօր ես 60-70 տարեկի մարդ եմ զգում, առուգեմ կյանքումս ես հիվանդանոցում պարկած չկամ, ես ոչ մի կոճակել խմած չկամ, ոչ մի հիվանդություն էլ չունեմ, օրվա մեջ զբաղվում եմ, սպորտով եմ զբաղվում, քայլում եմ, Վեր Ղարաբաղում ես միշտ լողի էի գնում, ամեն ինչ մարզասրահ էի գնում, այնտեղ զբաղվում էի։ Հիմա էլ իմ հիգիենական բոլոր պարագաներս պաշտպանում եմ, ամեն ինչ իրան։ Կպատմեք, գաղտնիքները դեռ կաս։ Մուրադ բաբ, ձեր առողջ ու երկար կյանքի գաղտնիքները հիմա ասեք։ Չթաքցնեք ոչինչ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հարցազրույցից հետո, երբ որ անջատում ենք սարքերը, ասում են, այս բանն էլ եմ անում, այն բանն էլ եմ ուտում, հիմա ամեն գաղտնիք բացեք։ Ես առաջինը գիտես մարդու գաղտնիքը, երկրակեցության գաղտնիքը որն է։ Մարդ պիտի հոգեբանորեն պարզ լինի, դրական կերպար ունենաս, բացական կերպար չպիտի ունես։ Մարդու հանդիպած ժամանակ պիտի բարոյությամբ հանդիպի, բարի լույսով պիտի հանդիպի, ուրիշի երածով չպիտի ափսոսի, չարությամբ չպիտի լցածվի։ Եթե մարդ բարոյությամբ լցված անում, բարոյությամբ էլ ինքը Աստված իրան առողջությունն էլ ատամ, ամեն ինչն էլ ատալիս։ Եթե ես համար մտածում եմ, Աստված էլ ինձ համար է։ Ես Աստծո շատ չանք էլ հավատացյալ չեմ, բայց ամեն առավոտ ես խաչակնքում եմ, որ ես ապրալım, մեծացալım, առանց ոչ մենի, էլ սունկու որ աղբանոցում պսնում է, այնպեսի սունկու նմանում ես մտածալ, կարող եմ մի քամի ինձ գցել, բայց Աստված ինձ պահալա, ինձ պաշտալա, մինչև հիմա ես աղոթում եմ ամեն ինչ համար, թեկուզ տղա եմ կորցրել, բայց այսօր 3 տղա իմ բենիկից հետո 3 տղան կաղնած են իմ շրջապատս ինձ թևերի տակ ինձ կյանք ընդամ, ինձ առողջություն ընդամ։ Ուրիշի հարստության համար չպիտի աշկ թողնես, գողություն չպիտի անես, տարբեր խմիչքներով չպիտի զբաղվես, հիգիենատ մարդ իրան հիգիենան պիտի պաշտպանի։ Երեկոյան ինչ պարտադիրավորտու ես ինգդամ ինչքան խարոված ուտես, ինչքան ուտես, հետո քշերի չկարաս քնես։ Դու մարդս էլի պիտի կարաս քո յուրաքանչյուր քայլը պիտի քեզ համար բժշկություն ունի, պիտի քեզ համար ամեն ինչ ունի։ Քանիսից հետո հաց չեք ուտում երեկոյան։ Դե ոնց որ պատահում է, բայց չափանիշի քիչ ավելի քիչ, որպես հանգիստ քնես։ Վեր նստում են օրինակ ջայլնեն թորներս, բարեկամություն նստում են, խմում են, ուտում են, խորովածը, թափածը, ես գիտեմ որ կամ մի բաժակ, կամ հետո էլ կես բաժակ ես օղի պիտի խմեմ։ Դա տպավորված է ու ոչ ոք չի կարող ինձ ասել որ դու երկրորդ բաժակն էլ խմես։ Ես դի վերցնում եմ որոց երասն հետ խմում եմ, բայց ես խմում չեմ։ Իսկ ծխելը ծխել կյանքում չեմ ծխել ես, իմ խոխերքսն էլ չեն ծխալ, իմ բենիկը, բորիկն էլ չեն ծխալ, մոնք ծխախոտ օգտագործալ չեք, բայց տորներս ծխում են։ Պետք է պայքարեք։ Քայլելը, ինչքան եք քայլում։ Քայլելը օրվա մեջ առավոտը ես 2 ժամ տուսնկամ քայլում, նոր կամ զավթրի կանում, ժամի 10-11-ին արդեն տուսկամ 2 ժամ, 3 ժամ նորից քայլում, նորից տունկամ ամեն օր։ Քայլերը հաշվում եք։ Քայլերը հաշվում եք։ Չէ, հաշվում չկա, որ տեսնեմ օգնում կամ տոն։ Անհաշիվ քայլում եք։ Քայլում եմ, շատ լավ։ Ես ժամանակը ցուրտին է, տակենի ժամանակը բայց չեմ թողում։ Մարզվում եմ, մարզասրահներ կա, այստեղ Վանաձորում չունենք, ամեն ինչ օգտվում ենք։ Երևանը լավ է, թաղամասերն կա, ամեն տեսակ կա, էլի Մարզասարքերն եք ասում ունենք ճիշտ։ Մարզասարքեր կա, ամեն ինչ էլ օգտվում է։ Ամեն ձևի մարզանքներ կատարում, ես գիտեմ որ եթե ձերքս չի բարձրանում, նշանակում օգտագործալ չես բարձրանում, չի կրանա։ Մաշկատ չպիտի կրանաս, չպիտի այս ճանապարհին քնալիս sense քնես, պիտի ուղիղ քնես, քայլվածքը պիտի քեզ պիտի նորմալ պիտի քայլես, հա։ Ու ես մենա բաներ կա պիտի պաշտպանես, էլի
մարդկա շաբաթը մի անգամ 10 օրից մի անգամ բաղնիկանում ինչու երբ 3 օրից մի բաղնիկ արալի հիմա այնչի յուղը չէ որ ջուրը տակացնեն վաննան տերեն էստերեն մտել են հարմարությունը կա բայց մարդիկ կա ալարոման հարմարությունը կա բայց ալարոման իրանց ասում է դե հոգնած կելա ես Հիմա էզեր կյանքի ասենք տրավմա հիմա դրան տրավմային ասում տրավմաներից բխող դուք մարդկանց խորհուրդ եք տալիս որ շատ երեխաներ ունենան ահա երեխան ամենամեծ հարստությունն ալի ես ով հարցնում ասում հարստությունը ինչ ասեմ ես բոլորից հարստն եմ ես աշխարհի ամենահարուստ մարդը ես եմ ինձ ես 8 թոռ ունեմ 13 ծոր ունեմ ամենահարուստ մարդը ես եմ աշխարհում էլ ինչ հարստություն պիտի երեխան ինքը հարստությունն է բայց երեխան դաստիարակությունը հարկավեր ամեն ինչն հարկավեր ճիշտ ուղի է պիտի դաստիարակը ամեն ինչ իրան տեղն ընկնի որպես հետագայում այդ օգուտը քաղես էլի սոր հայկին անա ես խոսում Տիկին Սոֆյան ասում է հայկը լավ տղա է ասում լավնենց լավ տղա ինում չի լավ տղան ընտանիքի ցակյամ ընտանիքի դաստիարակությունն է պիտի մոծեն հարգես պիտի սպասես չպիտի քո դիմացինդ քեզանից ցածր հաշվես միշտ հաշվի վրա որ քո դիմացինդ քեզանից առավել է հետո կիմասվես ովա խելոք ովա խևելի չի կարելի մարդին չպիտի բոլոր դեպքում պետք է գնահատես, մեսեն պետք է գնահատես, հարգես, դե չանք բան։ Մուրադ բա բոլոր թորների ավելորդ չի հարցնելը, չէ, ավելորդ է հարցնելը, որ բոլոր թորների, ծորների անունով, գործով, ամեն ինչով տեղյակ եք։ Այո, ամենօրյա ռեժիմում բոլորից տեղյակ եք, ծորով, թորով։ Այո, ամենօրյա, հա որ երկու օրինակ մեկը զայ չտամ, ես եմ զանգում, ասում են հարմար չկզգում, ես ինչ է, սա բայց ես շնորհակալ եմ մեր բարեկամությունից էլ, երեխաներից էլ, թորներից էլ ինքան են հոգատար ու ես չեմ կարող ասել, դրանց հոգատարությունն է ես որ երիտասարդ եմ զգում, վերից առույգում զգում, նորից եմ ասում, ես ցերեկը ես եմ Վանաձորում, Երևանում, Մոսկվայում, բայց գիշերը ես եմ Ղարաբաղ, եմ այգիներում, եմ ինձ գիտեմ որ պատմեմ ասելով պատմում հեկտարներով ինձ այգի ունիմ ես անտառներում ենքան ծառերում պատվաստալ ու փայտի եմ գնում ինձիով փայտի եմ գնում դեղա իմ ստրումենն է ստանում 10-15 ծառում պատվաստում գարունը տեղափոխում մեծ այգին եմ գցալ մեծ բասեյնը իրան մոտ 100 հոգի նստելու մեծ շենք եմ սարքալ այնտեղ մեր հարսանիքների քնդեղալ նշանդրիկների քրալ թողամասում օղու գործարանը դրած մեն 30-ից ավել թթի ծառել թութ հավաքում ենք ամեն ինչ չիտեմ այնքան լավ էր բայց այդ քաղցրությունը չէինք զգում կարծես այդ ընդհանուր կյանք է էլի բայց ակասում դրախտում էինք ապրում դրախտում հիմա պատերացում թե օրեք ընկելի բայց ոչինչ կվերականգնենք ամեն ինչ կդառնա ամեն ինչ լավ կլինի կյանքը փոխվում է ուղղակի ցավալին գիտես որն է ես շատ եմ ցավում մեր Ղարաբաղի բարբարի համար այնքան եմ ցավում որ կորցնենք մեր քաղցր մեր ամենահարուստ Չեք կորցնի հիմա բարբարը որ մի բան երկեք բարբարը պիտի համախմբված պիտի միտեղ արցախցիներին գոնե մին տերիտորիա մին գոնե մին շենք չտվեցին մին շենքացին այս 20 ընտանիքի հետ այդ շենքում մնան գոնե իրանց ավանդույթները պաշտպանեն դե հա մեկը սյանը ծրվեցին այդ ամենա սխալ բանն է էլի ես ափսոսում շատ եմ ափսոսում ես այնքան եմ հարգում մեր բարբարը